Երբ որ քո հետ կատարվեց բռնություն, արձագանքի ինչի է շարունակում իր հետ լինել, այն դեպքում որ բռնարարը որպես կանոն ունի մեխանիզմ, այսինքն լինելով նարցիստ կամ լինելով որոշակի մեխանիզմներ կիրառող, ինքը քեզ պահում է շատ ցածր ինքնագնահատականում, ինքը առհասարակ վերցնում է քեզանից բոլոր ռեսուրսները, այսինքն սկզբում սեր է տալիս, ապացուցում է, որ իր սերը լավն է, կախվածություն է ստեղծում, հետո անմիջապես սերը կորում է, սկսում է մեղադրական ալիքներ, որ նայ քո պատճառով է, որ ես ինձ ագրեսիվ եմ դառնում, ամբողջը նենց են անում, որ դու անգամ կասկածես քո ադեկվատության ու ռացիոնալ կողմի վրա։ Ու կինը ընդեղով նստած է, հիմնականում կինը, սկսում է մտածել, բայց չի ինքը ինձ սիրում էր, նա ինձ նվերներ էր առնում, ոնց հիմա սենց դառա, որտեվ բայց ինքը նույնն է, ես եմ երևի փոխվել, ես եմ սխալ անում։ Մյուս կողմից ֆինանսական կախման մեջ է գցում տվյալ մարդուն, էլի, որտեվ չես կարա դուրս գաս։ Եթե քեզ օրինակ զրկել է որևէ եկամուտից, որևէ ձև կամ կապերը տա զրոյացնում, ինքը անընդհատ քեզ վերահսկում է, դու ուր գնացիր, ինչ արեցիր, ոնց խոսացիր, որ չկարողանաս դու որևէ ինֆորմացիա դուրս հանել։